Տիգրանը հակառոմեական այդպես ուղղակի ինչ-որ դիրքորոշում ունեցող թագավոր չէր, այսինքն նա չէր ցանկանում Հռոմի հետ մինչև վերջ մարտնչելու քաղաքականություն վարել եւ զգուշավոր էր ավելի աշխարհաքաղաքական այդ դիմակայության շրջանակներում էր նրա պայքարը Հռոմի հետ եւ նա նպատակ չուներ ռազմական գործողությունները Հռոմի տարածքում օրինակ իրականացնելու Հռոմեական Հանրապետության տարածքում։ Բնականաբար ասում է Տիգրանը շատ ավելի զգուշավոր էր, քան Միհերդատ Պոնտացին։ Եվ ահա, երբ մենք նայում ենք այդ ժամանակ Տիգրան Մեծը 75-ին մոտ անձնավորություն պետք է լիներ, ստացվում է, որ այն ժամանակ պատկերացնում էին, որ Տիգրան Մեծը արդեն մոտ է վախճանին։ Բայց այս դեպքում տեսնում ենք, որ արդեն երրորդ դեպքն է սկզբնաղբյուրներում հանդես եկող, երբ որ Տիգրան Մեծը հաստորեն ապագա գահաժառանգի հավակնորդ հանդիսացող անձի հեռացնում է այս պայքարից։ Եվ այս իրավիճակում ստացվում է, որ տարբեր հավակնորդների առկայության պայմաններում հարց է ծագում, ով է լինելու Հայաստանում գահաժառանգ։ Տիգրան Մեծի գահակալության վերջում այս հարցը շատ էր սրված, որովհետև երբ հռոմեական բանակը շարժում էր Հայաստան Արտաշատի ուղղությամբ, Պոմպեոսին ուղեկցում էր Տիգրան կրծերը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։